Բարի լույս, սիրելի հետևորդներ, հուսով եմ բոլորդ լավ եք, ես նույնպես լավ եմ և ինչպես տեսնում եք, արդեն պատրաստվում եմ տանից դուրս գալու, գնում եմ մամոգրաֆիայի կենտրոն, հերթական ստուգման և որից հետո էլի գործեր ունեմ, խանութներ պիտի մտնեմ, մի քանի գնումներ ունեմ, ձեզ անցած անգամ ասեցի, որ սպիտակ գույնի գուլպաներ էի, չէ՞ փնտրում, թեթև որ ձգվող լինի, չսեղմի ոտքից, որ իմ համարին լինի, որ, և այսպես իմ համեղ առողջարար նախաճաշը արդեն վայելել եմ, այսօրվա առողջ նախաճաշը հիշեցնեմ ինչից է, վարսակի փաթիլներով շիլա, հապալասի հետ, այսպես համ համեղ, համ էլ առողջարար, հապալասը հարուստ է օքսիդանտներով, սուրճս էլ խմել եմ և հիմա միասին դուրս գնանք տեսնենք ինչ կասեն այս անգամ, արդյունքը ինչպիսին կլինի և ընդհանրապես ինչեր կան խանութներում, կմտնեմ մեկ ուրիշ խանութներ էլ, մի խոսքով հարմար կլինի, միասին գնանք, չեք ուզում, մնացեք, մի եկեք ինձ հետ, բայց չէ, ոնց տեսնում եմ, դուք ուզում եք ինձ հետ գալ, թե գնացինք սիրելիներս մեծ սիրով, միասին գնանք, տեսնենք ինչ են ասում, որից հետո էլ եթե ժամանակ լինի, պետք է գնամ գործազուրկների կենտրոն, այնտեղ էլի գործ ունեմ, նամակ եմ ստացել, մի խոսքով հանդիպումների սորն է այսօր, դե ինչ կարծում եմ կհետաքրքրի բոլորիդ խանութներում, ինչ կա և ընդհանրապես ուր եմ գնում, համ էլ ինձ մենակ մի թողեք, եղավ, բարի, դե գնացինք միասին։ Քաղաքի հրապարակի տարածքում է գտնվում մի հիանալի խանութ, որտեղ ուտլետային գներ են և ցանկացած ֆիրմայի չվաճառված կամ արդեն մոդայից դուրս եկած բաները բերում են հենց այս ֆանտաստիկ խանութը, ֆանտաստիկ գներով վաճառում են, մի քանի հարկանի խանութ է, կենտրոնում է գտնվում և գրեթե միշտ էլ մեծ առևտուր է ունենում, մտնենք ցուցադրեմ, տեսեք ինչեր կան, Վալենտինոյի տարբեր պայուսակներ, ամեն դեպքում ինչը որ հնարավոր է, գինն էլ արդեն տեսակ, գներով ցույց կտամ, կաշխատեմ էլի դանդաղ պտտել, գույներով, տեսքով, ձևերով տարբերվող պայուսակներ են, ամեն դեպքում նայեք, տեսեք, գները համեմատ եք, սիրելի հետևորդներ, տեսեք հարմար գներ են, թանկ են, էժան են, ինչ գներ են, և այսպես այդ ֆանտաստիկ խանութում ենք, առաջի հարկն եմ մենակ պտտվելու, որովհետև առաջին հարկում միշտ թարմացումներ են անում, իսկ եթե ժամանակ ունեք, կարող եք մի քանի ժամ պտտվել և իրոք այնպիսի բաներ կգտնեք, որ երբեք ձեր մտքով չի էլ անցնի, դե արդեն գիտեք ինչն էլ որ գնեմ, տանը ձեզ ցույց կտամ, գնացինք միասին նայելու այն ամենը ինչը, որ մոտիկ է, հարմար է, մարդ չկա, մենակ ենք, բացի պայուսակներից կարող ենք գտնել ամեն ինչ, վերարկուներ, հագուստի այն բոլոր տեսականին ինչը որ կա, ամեն ինչը կգտնվի այս խանութում, կա և տղամարդու և կանացի բաժիններ, դիմացի բաժինը, որ երևում է տղամարդու բաժին է, երեխաների բաժիններ կան, երեխաների համար շատ լավ հագուստ կարող եք գտնել, որակյալ կոշիկներ էստեղից, տեսեք էստեղ էլ ինչ հետաքրքիր պայուսակներ են, ամեն դեպքում կանաչները շատ սիրուն էին դուրս եկան, տեսեք ինչքան լավն է Ժողովուրդ ջան, ամառային գեղեցիկ գույներ դեղինը, ես որ ֆիրման է մոտիկից փորձեմ ցույց տալ, և արդեն այսպես նայելով առաջ շարժվենք, մարդիկ գալիս են այստեղից գնումներ են անում, տանում ուրիշտեղ վաճառում են, նույնիսկ այդպիսի բաներ են անում, որովհետև մատչելի գներ են և արդեն պարզ է, թե ինչ գնով իրենք կարող են վաճառել, կամ իրենց երկրներն են տանում, շատ գնումներ անողներ են միշտ լինում այստեղ, կամ այս կողմը, գուլպաների բաժինը, տեսեք գները ինչքան էժան է, 12 հատանոցը 6.90 է, հիմա փնտրենք, տեսնենք իմ ուզած կա, ես բոլորը սպիտակ գույնի եմ ուզում և արդեն ասել եմ, ուզում եմ 39 համարով սկսվի, որովհետև լվանալուց հետո նեղանում է, հետո 38-ով վերջացողը շատ քիփ է, սեղմում է և շոքացնում է։
Նման ամառային մայկաներ էլ կան, ահա տեսեք, ինչքան է էժանացել, որպես ֆիրմա, այսպես ասեմ, որ պարզ լինի, այս գինը շատ մատչելի է։ Տեսնեմ ինչ գույներ կան, ինչ համարներ կան, իմ նախընտրած գույները եթե լինեն, դրանցից էլ կվերցնեմ։ Այս կողմն էլ ներքնաշորերի տեսակ է, այստեղ էլի կան տարբեր գույներ բացած, տարբեր մոդելների, տեսնենք որն ենք հավանում, սրանք ոնց որ սիրուն են, առաջ անցնեմ, տեսնեմ իմ համարից կա, իմ ուզած գույնը կա, հեշտ է այսպես, որ անմիջապես դիմացը դրված է լինում, սակայն չգիտեմ այստեղի ֆիրմայի, որ համարն է ինձ հարմար, մի խոսքով ընտրեմ, էլի տանը ցույց կտամ, թե որը վերցրեցի, բաներ կա, որ նույն օրն էլ սպառվում է, եթե նույնիսկ ամեն օր գաս, ամեն օր էլ մի նոր բան կբացահայտես մատչելի գնով, բայց դե ես հաճախ չեմ կարողանում մտնել, ճիշտ է ինձ շատ մոտ է, բայց չի ստացվում։ Ժողովուրդ ջան, այդ գործազուրկների տեղը, որ ասում եմ մեր ձևով ասած, խանց տխավա է տարել էին, հասցրել են աշխարհի ծայրը։ Մետրով գնացի, մետրով եկա, մտա մի հատ է դեղատուն, հիմա գնամ տուն ցույց կտամ ինչ գնեցի, այդ ֆանտաստիկից, շատ հոգնեցի, չես հասկանում ուժեղ արևա թե սառը քամիա, բայց ամեն դեպքում որ պայծառ արևա արդեն տաքություն է հաղորդում։ Մի խոսքով սիրելիներս, այսքան բան, ինչ եմ ուզում ասել, մի հատ ֆիլմ եմ տեսել, ուզում եմ դուք հետեսնեք, ցնցվել եմ այդ ֆիլմից, ռեկլամներն էի տեսել ու փնտրում էի, լավ է գտել եմ հայերենով ստի ճիրաններում, իսկ ռուսենով վաբյատեղ ժի, հələ նայեք ու ձեր կարծիքը կգրեք կամ միգուցե արդեն տեսել եք, ես եմ ուշացրել, այսքան բան, տանն եմ արդեն հեսա մոտենում, մոտենամ, երևի հաց կուտեմ, սկզբից չգիտեմ, արդեն օրվա կես է, թե լավ տանը կհանդիպենք, լավ մնացեք, այս էլ մեր շենքը մյուս կողմից, մեր մոտ սենց արել վերջացրել են, սա են անում, հետո երևի կմաքրեն էլի, ես չգիտեմ ես ինչ են անում, մինչև վերջ, ամիսներ կտևի, եթե ոչ տարի, տեսնենք ինչ կա, նամակ ունենք, չունենք, ոչ մի բան էլ չունենք, ահա, բնականաբար ես ոտքով եմ բարձրանում, լույսը վառեմ, չնայած հոգնած եմ, բայց տանն եմ Ժորժ ջան, արագ ցույց տամ ինչ եմ գնել ու արդեն փոխվեմ, հաց ուտեմ, սուրճ խմեմ, բայց ցույց տամ ինչ գնացի, մտա դեղատուն նորից լյարդի համար այս կաթնափուշը գնեցի կաթնափուշով, ովքեր դեռ իմ նախորդ տեսանյութերում չեն տեսել, չգիտեն ինչ եմ ասում, ուրեմն մոտիկից այսպես ցույց տամ, տեսեք, կաթնափուշ, հայերեն այդպես ասեցին, որը լյարդի աշխատանքի համար շատ լավ է, իմ ունեցածը ֆլակոնով է, ես անցած անգամ խմեցի 2 ամպուլ մեկ օրում, այս անգամ որոշել եմ ամեն օր 1 ամպուլ խմեմ, 20 օր է տուփի մեջ, ուզում էի ուրիշ տարբերակ գնել, որը որ մինչ սա խմում էի, որի մեջ կար էր շարդոն մաղին, կար արտիշճուկ, հայերեն այդպես են ասում, կար նաև ռոզմարին, չգիտեմ հայերեն որն է ռոզմարինը, եւ կար սև բողկ, դրանով էլ էի ես խմում, ակցիայով միշտ լինում էր, 20 հատ է իր մեջ, 10 հատ ավել դնում էին ու էժան գնով վաճառում, այս անգամ չտեսա, ասի լավ, մեկ անգամ եւս սրանից օգտագործում, հետո էլի կանցնեմ նրան, շատ բան դե, վայ կոպեկ մնացը, շատ բան դե չգնեցի, ցույց տվեցին դեղ, ուրեմն գնեցի 12 հատ, այսպես տուփ, 6.90 էր 12 հատը,
Եվ 39-ից 41-ը ընտրեցի, հələ կհակնեմ տեսնեմ, էլի որ կրունկի մասը նշված է լինում, մի քիչ մեծ է ոտքից լինում։ Ամեն դեպքում ուրիշ տարբերակ չունեմ, 3-ով վերջացողը ոտքից շատ փոքր է լինում, չի հասնում կրունկի մասը նորմալ։ Եվ այս երկու տարբեր գույնի մայկաները վերցրեցի, որն էլ 4.90 էր, ես սիրում եմ նման մայկաներ, ամռանը շատ հարմար է, այդպես թեկուս պլեջաներով, պիջակների տակից, կամ ինչու չէ, նաև ձմռան ընթացքում եմ ակնում։ Մի խոսքով ես շատ եմ սիրում նման մայկաներ, չգիտեմ, ինձ համար անծանոթ էր այս տեսակը, դե ինչ էր գրած, չեմ էլ նայել, Շանտալ Տոմաս է, ինչ չափով է իրենց XL-ը կամելը, իմը նորմալմոն իմ չափը ավելի փոքր է, բայց կարող է լվանամ փոքրանա, դրա համար XL-ը նախընտրեցի, հետո թող ազատ լինի։ Մի խոսքով ես եմ գնել, այդքան շատ բան չգնեցի, կարծես թե, եւ արդեն դրական նորությունը պատասխանը լավ էր, որևէ խնդիր չունեմ, վատն էլ նա էր, որ արդեն նոր բաներ վճարովի էր, մինչ այս երբեք չէի վճարել, դեկտեմբերից փոխվել է օրենքը, եթե Ֆրանսիայում եք ապրում, դուք էլ գրեք տեսնեմ, այս ընթացքում չնայած ասես տարիքային տարբերություն կա, 65-ից հետո պիտի արդեն անվճար լինի, ինձ համար այս պահին ես վճարեցի մասնակի, կարծեմ 70 եվրո էր, ես 25 մուծեցի, 25-ը իմ ապահովագրության գումարն էր, բայց ես ապահովագրություն ունեմ, հիմա չգիտեմ այդ ապահովագրությունը այդ 25 եվրոն ինձ կփոխանցի, թե դա էլ այդպես կկորչի կգնա, կարճ ասած անպայման կգրեք տեսնեմ դուք վճարում եք, թե չեք վճարում։ Եվ լավ էր, այնտեղ նշել էր, որ էլ այլևս մամոգրաֆիայի կարիք էլ չկա։ Չգիտեմ, արդեն մարդ չեն համարում 62-ից հետո էլի կարիք չկա, ինչ կլեն։ Ամեն ինչ անում են, որ երկրագնդի բնակչությունը պակասացնեն, էլի ժողովուրդ ջան, էս էլ էս տարբերակը։ Դե լավ, կհանդիպենք, գնամ արագ ուրեմն առաջին հերթին սուրճ խմեմ, հա, մտել էի խանութ, 2 թխվածք էլ բերեցի, Կարենն էլ ասում, բա շուտ գայիր, նոր սուրճս խմեցի առանց քաղցրի։ Մի խոսքով գնամ ես ամենքի կողքից մի փոքր փոքեմ, սուրճս խմեմ ու արդեն հաց կուտեմ, փլավ էի պատրաստել, դուրս էի եկել։ Նրբերշիկը ես նրբերշիկ չեմ ուտում եւ արդեն իր աղցաններով կհանդիպենք։ Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներին, հուսով եմ լավ եք։ Ես որ ասում եմ անակնկալ կա, անակնկալի հետևից եմ եկել։ Տեսեք ինչ եմ ստացել, չգիտեմ ես ինչ եմ ստացել։ Գնանք տուն մանրամասն նայենք միասին ծանրոցի բացում անենք unboxing, տեսնենք ինձ ինչ են ուղարկել եւ ով է ուղարկել։ Եղանակը շատ շոկ է, հաճելի է, տաք է։ Գնացինք սիրելիներս, մի քիչ կամոտ է, բայց շատ շոկ է։ Դե սիրելի հետևորդներ, ժամանակի եկավ բացելու, տեսնենք թե այս տոպրակի մեջ ինչ է ինձ համար պատրաստված։ Նախ էստեղ ինչ-որ մի նամակ կա, կարդանք նամակը, սիրով մի փոքրիկ քաղցրություն, Մայր Հայաստանից, անուշ լինի։ Տեսնենք Մարկ Սևունի շոկոլադ է, ես չգիտեմ, չեմ կերել երբեք այս շոկոլադից, այս ֆիրման ինձ համար անծանոթ է, էլի կոնֆետների մի լավ մեծ տուփ եւ էլի բարկա եւ արդեն տրաժեներ են տարբեր ընդեղենից
կբացենք հիմա, համ տեսկանենք, տեսնենք թե ինչ է եւ այս գեղեցիկ տուփով էր բնականաբար ցույց տվեցի։ Նախ շնորհակալությունս եմ հայտնում Հայկուի ջան, շատ շնորհակալ եմ, որ նման քաղցրություն ես ուղարկել եւ շատ շնորհակալ եմ նաեւ բերողին, ով բերել է Հայաստանից հասցրել Լիլքահար Ժողովրդյան, արդեն պարզ տեսակ, որ գնացի, որտեղից ստացա, ուրեմն Հայկուհին սպիտակից է, կարելի ասել աշակերտուհի, կոլեգա, նույնիսկ այնքան մտերիմ ենք, որ չեմ էլ հիշում, թե ինչքան երկար պատմություն ունի մեր ընկերությունը, ծանոթությունը։ Մի խոսքով անչափ շնորհակալ եմ, սիրելի Հայկուի ջան, Ժողովուրդ ջան, եթե ծանոթ եք, գրեք ձեր կարծիքները, հիմա լցնեմ վազայի մեջ եւ համտեսենք։ Սա հետո հիմա բացենք այս կոնֆետների մեծ տուփը, բանս կտրովի է, շատ ավելի հեշտ։ Այս ձև տարբեր Հաստորեն, շոկոլադի երևի չրեր են շոկոլադապատ, հիմա կփորձենք, տեսքից այդքան է լավ չհասկացա, այստեղ ինչ ունենք, այստեղ էլ տեսնեմ ինչ է, դրաժեներ են, առանց ակնոցի մարդը լավ չի, կբացում ենք և համտեսում ենք, Grand Candy կոնֆետների տիպ է, տեսնեք ինչ չիր է դրած, սրա մեջ ընկույզ էր, ավելի լավ, շատ համեղ է, իրոք քաղցրություն է Հայաստանի, Հայկուի ջան, մեկ անգամ ևս շատ շնորհակալ եմ այս քաղցրությունների համար եւ ավելի շատ հուզված եմ ու ուրախ եմ, ավելի շատ լավ եմ զգում համար, որ ինձ հիշել ես այդքան երկար տարիների բաժանումից հետո մտքովդ անցել է նման բան անել, հիշելով, որ ես Լիլ քաղաքում եմ ապրում, շնորհակալ եմ մեկ անգամ ևս։ Ջան, պետք է այս ծանոթս գցեմ, տեղ չեմ գտնում, այսօր առաջ ոնա, որ այս ձեր թեթև եմ հագնվել, ճուտիկս նկարում այնից, ման են գալիս, տեսնենք որտեղ կարող ենք այս փոքրիկ ծանոթը գցել, վինտեջ ուղարկել, այսքան բան, միացա, որ ձեզ ասեմ, որ մեզ մոտ արդեն լրիվ շոկ է։ Gabriel dit bonjour. Ահա, եկանք այն նորաբաց այգին, որտեղ որ ճուտիկս մի քիչ իրեն լավ կզգա, եղանակը շատ լավն է, թող երեխեն վայելի, դասեր քիչ ունենք անելու, պապի հետ իրենց շատ լավ զգալով, զբաղվում, խաղում են, դե այսօրվա համար այսքանը, կհանդիպենք սիրելի հետևորդներ, մնացեք ինձ հետ, մնացեք առողջ, պաչիկներ բոլորիդ։